Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի վերջին օրվա համար։ Հետաքրքիր է, որ եւ ավարտվում է շաբաթը, եւ ավարտվում է նաեւ ամիսը դեկտեմբերի 1-ը, հենց սկսվում է արդեն երկուշաբթի օրվանից, աշխատանքային օրվանից։ Այնպես որ նոր ամիս, նոր պահեր, եւ ես եւս ցուցակը կազմեմ, եւ տեսնենք, որ օրը ինչ կարող եմ նաեւ ավելացնել, բացի դա էլ քարտերս արդեն այդ ժամանակահատվածում կլինեն նոր քարտերը եւ մեկ օր այն մյուս քարտով կանեմ, մյուսով նա այդպես շաբաթվա մի քանի օրը կլինի այդ մյուս քարտերով։ Նաեւ ամանորյա քարտեր եմ պատվիրել, բայց դա ընդամենը մեկ անգամ կարող եմ անել, դե բնականաբար յուրաքանչյուր նշանի համար։ Դրանից հետո էլ չեմ կարող կարծես թե, որովհետեւ դե հնարավոր է նաեւ հավելյալ, հա, որպեսզի միգուցե դա ձերը չէր, հավելյալ նաև կարելի է ինչ-որ տեսանյութեր անել դրանով, ինչ-որ ինքը հատուկ բաներ չեն, հա, ինչ է սպասվում, ինչ սպասել օրինակ հաջորդ տարի, 2026 թվականին, նոր տարուց հետո ինչ է ձեզ սպասվում, կամ նոր տարվա ընթացքում, այդպես, ոնց որ նոր տարին անցնելու այդ շեմին, նմանատիպ հարցերին է միայն դա պատասխանում, որ ինչ-որ բաներ չեն, որ ես կարողանամ ձեզ ավելի շատ բաներ ասել։ Դե դա երևի 1-2 անգամ կօգտագործեմ կամ երևի շաբաթը 1 անգամ, տեսնենք։ Դուք կարող եք ֆիքսել ձեզ մոտ եւ հասկանալ, կամ կարող ենք բաժանել տարին 4 մասերի եւ հասկանալ, այդպես կարելի է նաեւ անել։ Դեռ կմտածեմ, այդ 4 մասին ինձ թվում է լավ էր, որպեսզի հասկանանք այդ քարտերով իհարկե, ոչ մնացած քարտերով։ Ամեն երամսյակը 1 ոնց որ թե ինչ է սպասվելու։ Հետաքրքիր թեմաներ են, հետաքրքիր պատասխաններ ունի այդ քարտերը, ինքը այն քառակուսի քարտերից են, ինչ որ բաներ չեն։ Գիտեք, որ այս մյուս քարտերից ես այդքան է շատ չեմ գնում, սրանց ամանորյան եմ փնտրում, բայց 30 քանի եվրո է, որը չարժի տալ առնել, որ ճիշտն ասեմ, դեռ մի 10 եվրո էլ երևի ոնց որ տալիս ես որ գա։ Անիմաստ եմ համարում, չգիտեմ, դեռ չգիտեմ։ Այսքանը տեղեկատվությունների դաշտից եւ իհարկե կարող եք նաեւ ընդգրկվել Telegram, չէ, WhatsApp-ում։ Telegram շատերը չունեն, WhatsApp-ել չունեն շատերը եւ հենց դա է կարող եք բացել, կարող եք դե ավելի հեշտանում է նաեւ խոսել մարդկանց հետ WhatsApp-ով։ Հատկապես հիմա 90% մարդիկ ինտերնետ ունեն հեռախոսի մեջ եւ ավելի հեշտ է այդպես կապ հաստատել տվյալ մարդու հետ, քան հեռախոս օրինակ լիցքավորել ամեն րոպե։ Ըստ ինձ, որովհետեւ շատ-շատերն են այդպես խոսում, եթե հատկապես դրսում բարեկամներ ունեք, ավելի հեշտ է այդպես խոսելը։ Մենք էլ առաջ խոսում էինք Viber-ով, հիմա խոսում ենք WhatsApp-ով միմիայն։ Չնայած որ ըստ ինձ Viber-ն ավելի փակ է, ավելի թաքուն գաղտնիությունն ավելի շատ է, քան օրինակ WhatsApp-ը։ Ես WhatsApp-ին այդքան շատ չեմ վստահում, ինչքան Viber-ին։ Չգիտեմ ինչու։ Ըստ ինձ Viber-ը չի լինում լսել, չի լինում կարգավորել, ինչ որ մարդիկ չեն կարողանում կարգավորել։ Եվ քանի ասում եմ, եւս մեկ բան էլ ասեմ, սերիալ ենք նայում, որը որ լավ, այդ մասին կասեմ մեկ այլ տեսանյութում, որը որ կարող են ավելի շատ մարդիկ նայել։ Շատ հետաքրքիր սերիալ է, հայկական չի։ Լավ, կասեմ այդ մասին մեկ այլ տեսանյութում։ Մինչև այս, մինչև ամսի 30-ը։ Եվ իհարկե կիրակի օր է, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 30-ին։ Ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը, նաև բաց է առաստված, կարող գնալ եկեղեցի, մոմ վառել, նաև խնդրել Աստծուց որևէ մի բան ձեր ցանկությունների համար։ Նաև սա օտար երկին է, օտար երկրից որևէ տեղեկատվություն կլսեք կամ ինչ որ կարող է թուղթ եք վերցնում, փաստաթուղթ եք ստանում, որ կարող եք գնալ այնտեղ կամ այդ օրը կարող է ուղղակի որոշում եք գնալ եւ դե ամբողջ դեկտեմբեր անցկացնել օրինակ մեկ այլ տեղ։ Ամանորը նշել մեկ այլ տեղ։ Այդ օրը նաև շատ զրույց, շատ խոսակցություն կունենաք տարբեր մարդկանց հետ, դա կարող է լինել կամ մեկ մարդու հետ, դա կարող է լինել կամ նոր եք ծանոթացել եւ շփվում եք, զրուցում եք տվյալ անձնավորության հետ։
Եվ իհարկե ինչ որ մեկին կարող ձեր կյանքից անել, այստեղ նաև բամբասանք է եւ լեզվակռիվ է, շատ իր եղեք, շատ խոսելուց ոնց որ չտրվեք դրան եւ հետո լեզվակռիվի մեջ չընկնեք դիմացինի հետ։ Սա նաև ինչ որ մի բանի փոխումն է, այն մարդը հիմքից ինչ որ բան է փոխում։ Գուցե քննարկում եք ինչ որ մեկի հետ եւ ինչ որ գաղափար է գալիս ձեզ, որ այս սա կարելի է այսպես անել եւ հիմքից փոխում եք ինչ որ գործունեություն, ինչ որ մի բան եւ այլևս դա չեք անելու կամ այդպես չեք վարվելու կամ հետո որոշում եք որ այլևս ոչ ոքի հետ այսքան մանրամասն չեմ խոսելու, չնայած խորեր այդքան չեն խոսում, բայց ամենայն դեպս կարող է նաև այդպեսի ինչ որ մի բան է կարող դիմացը հոգեբանը եւ կիսվում եք, բացվում եք իր առջև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 30-ին։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, կզբաղվեք ձեր գեղեցկությամբ, ձեր առողջությամբ, նաև ձեր ծնողներին կարող եք այցելել, որոշեք ընտանիք կազմեք, այդ որ նաև շատ կշփվեք տարբեր մարդկանց հետ, խոսակցություն, բանակցություններ, նաև սա անհանգստություն է, որ անհանգստանում է մարդը կամ միգուցե ձեր առողջության համար եք անհանգստանում կամ ինչ-որ մեկի։ Նաև դա բամբասանք է և իհարկե լեզվակռիվ շատ եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 30-ին։ Բայց խոչընդոտներ ունեք, այդ օրը պետք է հաղթահարեք, միգուցե սիրո հետ է կապված, միգուցե հարաբերությունների հետ։ Մի քանի քարտա։ Տեսնենք ինչ խոչընդոտները տան հետ կապված կարող է լինի, ընտանիքի անդամների հետ կարող է կապված լինել այդ խոչընդոտները, որոնք պետք է հաղթահարեք։ Ոմանք այդ օրը կարող են սիրահարվել, սիրո խոստովանություն լսել, անել, ձեր սիրված կաք ձեր հարազատների շրջապատում լինեք, այստեղ նաև ձեր կյանքը կփոխվի դեպի լավը, բնականաբար, դա համար կարող ավելի շատ ուրախ լինեք։ Նաև ոմանց մոցահղիություն է, ծննդաբերություն եւ տեղափոխություն, մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք եւ դրանով կարող է լինել փոփոխություն ձեր կյանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ուսումն ընկավ, պետք է սովորեք, նաև գաղտնիք է բացահայտվում։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 30-ին։ Մի փոքր դժվար օր է, ծանր օր է։ Ամբողջ բեռը ձեր ուսերին է, դուք պետք է ինչ-որ մի բան անեք, ինչ-որ մի բան ստեղծեք, նաև ճակատագրական օր է, կարող է շատ կարևոր քայլ եք անում, գուցե տուն եք վաճառում, տեղափոխվում եք, դա եւս շատ կարևոր շրջան է մարդու համար եւ ճակատագրական քայլ է բնականաբար։ Եվ փորձություններ կարող է լինել։ Փորձություն ընտանիքում, հարաբերություններում եւ կարող դժվար ընտրություն եք կատարում այստեղ ընտրության առջև եք։ Ոմանք տուն կարող են գնալ նայել, հյուրեր ընդունել, առիթ կարող լինել ձեր տանը, ինչ-որ մեկի տանը եւ տան մեջ փոփոխություններ անեք, գործեր անեք եւ ընտրություն։ Բնականաբար ընտրության առաջ եք կանգնելու, եթե առիթ է, ապա ինչ ուտելիք, ինչ հագուստ, եթե ոչ, ապա շատ կարևոր գուցե ճակատագրական քայլ է կարող ուզում եք օրինակ տունը վաճառել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առուսների։ Ինչ է սպասվում առուսներին նոյեմբերի 30-ին։ Մեկ հետ կարող եք վիճել, նաև կարող է տուն եք մաքրում, այստեղ ավելի շատ եւի տուն եք մաքրելու, տան գործերով կարող եք զբաղվել եւ ուշադիր եղեք, որ այդ մաքրության ընթացքում ինչ-որ մի բան չկորցնեք։ Մանր-մունր խնդիրներ նաև կարող են լինել տանը, ընտանիքում, ընտանիքի անդամների հետ եւ կարող եք վիճել իրանց հետ այդ մանր-մունր խնդիրների պատճառով։ Վեճը տեսնենք ինչից է առաջանում։ Վեճը շատ հաջողությամբ կավարտվի առանց ոչ թե երկար բարակ խնդիրների, նաև առնետները ոնց որ չկուզենա ինչ-որ մի բան անեք, կարող է շատ հոգնածություն է։
Նա կարող է այն ոգևորվածության պակաս է, որ ինչ-որ մի բան կարողանաք անել, կամ այստեղ հյուր են գալիս, որոնք որ ձեզ համար տհաճ են։ Եվ եւս պետք է ուշադիր լինեք, որպեսզի հետները ոչ մի բան չտանեն։ Եվ դե տան հետ կապված կարող տեղափոխվել, դե եւս հա, եթե տեղափոխվում եք, ուշադիր եղեք, որ ինչ-որ բաներ չկորցնեք։ Նաեւ հավատը Նա վստահությունը կարող է նաև կորել ընտանիքի անդամների նկատմամբ, կամ ինչ-որ մեկը մի բան է ասել, չի արել եւ այդպես կարող է որոշակ չհավատալ կամ հենց իրոքից կամ տան հետ կապված այդ խնդիրները կամ տան անդամների հետ մանր-մունր ինչ-որ խնդիրներ են, որոնք որ պետք է լուծեք, ոչ թե վիճեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 30-ին։ Բավականին ոգևորված կլինեք, ճանապարհ կգնաք, գուցե անդադ ճանապարհներին լինեք, նաև հյուրեր կընդունեք, հյուր կգնաք, նորություններ կլսեք, կամ ինչ-որ ձեզ հետ փորձեն ծանոթանալ դրսում, ինչ-որ բան է կարող պատվիրել բերեն տուն, շատ շփում կունենաք, շատ խոսակցություն, բամբասանք նաև ձեր հասցեին կամ գուցե ինչ-որ մեկը գալիս է եւ սկսում է բամբասել։ Դա նաև անհանգստություն է, ինչ-որ մի բանի համար կամ ներքին անհանգստություն է, կամ ինչ-որ մեկի համար անհանգստանում եք ինչ-որ բանի համար նույնպես։ Եվ լեզվակռիվ է դա։ Մարդիկ խոսում են, վերջում իրար չեն հասկանում, սկսում են լեզվակռիվ։ Եվ օծեր կան։ Օծեր, նախանձ մարդիկ, սա նաև իմաստություն է, որ վեճի չտանեք խոսակցությունը եւ այդ օր ուղղակի, հա, իմաստուն լինեք մնացած օրը ճիշտ կազմակերպելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերկներին։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 30-ին։ Ուժ կունենաք, հավելյալ ուժ, նաև սա պետական հիմնարկությունն է, պետական աշխատողն է, ոստիկանը եւ այլն, հա, ուշադիր եղեք, որպեսզի չբախվեք իրենց, նաև պետավտոտեսուչներին, ինչ-որ մարդիկ կարող են լինել, ովքեր որ ձեզ ձեռք մեկնեն, օգնեն, ինչ-որ դժվար իրավիճակից դուրս հանեն ձեզ։ Եվ դժվարություններ կան ամենայն դեպս այդ օրը, բայց երևի թե պետք է դիմեք իրենց, որպեսզի իրենք ձեզ օգնեն։ Ծանր օր է, բեռը ձեր ուսերին է, շատ բաներ դուք պետք է անեք, փորձություններ են սրանք եւս։ Դրա համար պետք է իմաստուն լինեք, որպեսզի կարողանաք այդ փորձությունը ճիշտ ձևով հաղթահարել, ճիշտ անել, որտեվ եթե մարդիկ թույլ են, ապա այդ մարդիկ այդ փորձությունները չեն կարող հաղթահարեն, կամ եթե ընտանեկան է, վիճում են, բաժանվում են, հա, եւ այլն, այնտեղ շատ բաներ կան։ Նաեւ օծեր են, նախանձ մարդիկ են, ովքեր որ ուրախանում են, եթե դուք այդ ինչ-որ դժվարություններ ունենաք, դա համար մի պատմեք աչուձախ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 30-ին։ Ժամադրություն, այստեղ առիթ է, ծնունդ է եւ այլն, կամ ընկերոջ առիթն է, ծնունդ է, անակնկալ պահեր են, նվերներ, ոմանք կարող են ժամադրության գնալ ոչ հասարակական վայր, այգի, օրինակ թատրոն, կինո, հետո գան ընկերոջը սկսեն պատմել։ Ոմանք հենց առիթի են, այդ օրը պետք է գնաք առիթի, մասնակցեք ոչ առիթի, հասարակական ոչ միջոցառում եք, գնում եք այնտեղ ձեր ընկերոջ հետ։ Եվ այնտեղ հա ինչ-որ անակնկալներ լինում, խաղեր են եւ այդ խաղերի ընթացքում մրցանակներ են, որոնք որ կարող եք հաղթել։ Մենք կարող եք նաեւ նոր ընկերներ ձեռք բերել կամ գնալ ոչ այգի, ոչ միտեղ եւ միամիտ հանդիպել ձեր ընկերոջը։ Դե նաեւ բնականաբար այստեղ հարսանիք, ծնունդ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 30-ին։ Ընտրության առջև եք կանգնած լինելու այդ օրը, նաև ընկերոջ հետ կարող եք որոշել ամեն մեկը ձեր ճանապարհով գնալ, կարող լավ ընկեր չէր, որոշում եք հեռանալ իրեն։
Նաև սա կարող է լուրջ ինչ-որ մի ընտրություն ակով ձեզ առաջարկ են արել ինչ-որ բանի և ընտրության առջև պետք է կանգնեք։ Այդ օրը կհանդիպեք ձեր ընկերոջը, նոր ընկեր ձեռք կբերեք, նաև տեսնենք ով է այս տղան, ում հետ կարող եք հանդիպել, շփվել, ինչ-որ մեկի եղբայրն է, հա, սա նաև զույգ է, ուղղակի այստեղ զույգ է ցույց տալիս, ամուսիններ կամ զույգ իրար հետ կլինեք։ Գուցե ինչ-որ մի բան նաև կախված է այդ ընտրությունը զույգերից, զույգերի հետ է կապված այստեղ։ Ամ ինչ-որ մեկի եղբայրն է, ինչ-որ մի աղջիկա հայրն է, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 30-ին։ Փոփոխություն ձեր կյանքում, ոմանք կարող են տեղափոխվել, ոմանք հղիություն, ծննդաբերություն, տեղափոխություն եւս այստեղ ինչ-որ մի բան հիմքից եք փոխում, դա կարող է ամեն ինչը թողնում եք, հիմքից տանում կամ հիմքից փոխում եք ձեր կյանքը, ինչ-որ մի բան է, որ փոխում է հենց ձեզ էլ է փոխում, հա, ինչ-որ։ Դա նաև կարող պաշտոն է, կարող առաջ խաղացում է, աշխատանքում հաջողություններ են, որոնք որ եւս այլի կփոխեն ձեր կյանքը, ինչ-որ մի ձևով ուրիշ բան է լինում ձեզ հետ։ Նաև ինչ-որ շրջապատում կարող եք լինել, լավ շրջապատ է, ձեր ծանոթներն են, նաև դա կարող է լինել պետական պաշտոնյաներ, ինչ-որ միտեղ կարող եք գնալ եւ ձեր շրջապատում նման մարդկանց տեսնել։ Սա նաև իմաստություն է, նոր իմաստ կյանքի, որ կարող եք գտնել կամ նոր իմաստ է մտնում ձեր կյանք։ Ապրելու իմաստ է, սա նոր էտապ է, ինչ-որ մի ձևով, ինչ-որ բան է տեղի ունենալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 30-ին։ Ոմանք կարող են տուն մաքրել, ոմանք կարող են վիճել ինչ-որ մարդկանց հետ։ Նաև այստեղ ոգևորված կլինեք ինչ-որ բաներ անելու համար, ճանապարհ կգնաք, տարբեր ճանապարհներ կգնաք, նորություններ կլսեք, հյուրեր կընդունեք, հյուր կգնաք, ինչ-որ բաներ կարող եք պատվիրել, բերեն տուն։ Սա նաև նոր ծանոթություն է, դրսում կարող եք ծանոթանալ ինչ-որ մեկի հետ։ Եվ հաջողություն ունեք նաև, յուրաքանչյուր բան այդ օրը որ անեք, ձեզ հաջողություն է բերելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 30-ին։ Վեճ կամ տուն եք մաքրելու, կիրակի է, ինչ-որ փոփոխություն է մտնում ձեր կյանք, հղիություն, ծննդաբերություն, փոփոխությունը դա կարող է լինել տան փոփոխություն, երկրի փոփոխություն, ընդհանուր գլոբալ փոփոխություն ձեր կյանքում։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ։ Հաջողություն է բերելու այս կինը ձեր կյանքը կամ նոր դռներ է բացում ձեր համար։ Կարող ծանոթանալ այդ կնոջ հետ եւ այդ ծանոթությունը հաջողակ լինի ձեզ համար, ձեր ապագայի համար։ Ինչ որ մեկն է, որ իրոք ձեզ կարող է օգնել այդ օրը եւ նոր բաներ ստեղծեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։